Անկախության հետ ծնվել է մեծ պատասխանատվություն ու միևնույն ժամանակ հպարտություններ, իսկ նոր անկախ երկրում վստահելի ու հասանելի տեղեկատվությունը կենսական նշանակություն ուներ։ 1991 թվականից սկսած մեր առաքելությունը մեկն է՝ լինել Շիրակի մարզի ձայնը, պատմել մարդկանց խնդիրների, հաջողությունների, հույզերի ու պայքարի մասին։ Տասնամյակներ շարունակ մեր տեսախցիկները ֆիքսել են ժամանակի ամենատարբեր դրվագները՝ դժվար օրերից մինչև հաղթանակներ, մարդկային պատմություններից մինչև համայնքային կարևոր իրադարձություններ։ Մենք միշտ հավատացել ենք, որ բազմակարծությունը ուժ է։ Այդ պատճառով մեր եթերում հնչել են տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ ու քննարկումներ։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իրեն լսված զգա։ Որպես Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաընկերություն մենք շարունակում ենք լուսաբանել մարզի խնդիրներն ու հաջողությունները, լինել համայնքների կողքին ու պատմել մարդկանց մասին, նպաստել համայնքային կյանքի զարգացմանն ու ներգրավվածությանը։ Տարիները փոխվել են տեխնոլոգիաները, եթերային ձևաչափերը, սերունդները, բայց անփոփոխ է մնացել մեր նպատակը՝ լինել Գյումրու ու Շիրակի մարզի վստահելի ձայնը։ Վստահ ենք, արագ փոփոխվող աշխարհում միայն երիտասարդանում ենք, որովհետև մեր ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին է, որով անցել ու անցնում են մեր նեղ ու լեն օրերը, եւ այսօր անցնելով այդ երկար ճանապարհը մենք արդեն 35 տարեկան ենք։ Ապրում եմ Հրազդանում, արդեն 13 տարի է, զբաղվում եմ ասեղնագործությամբ եւ ժանեկագործությամբ։ Ասեղնագործություն ու ժանեկագործություն սովորել միայն չի նշանակում տեխնոլոգիան իմանալ ինչ տեխնիկայով են աշխատում եւ վերջ, այլ պետք է դրան զուգահեռ սովորել նաեւ հայկական տարազը, ամբողջ այդ մշակույթն է ներառում արդեն իր մեջ այդ ժանեկագործությունն ու ասեղնագործությունը։ Եվ իմ առջև մեծ նպատակ դրեցի, որպեսզի ինչ պայմանով էլ լինի, անպայման պետք է դա ուսուցանել, որպեսզի էլ ավելի շատ տարածվի։ Շատ շրջագայել եմ Հայաստանի տարածքներով եւ դասավանդել եմ ասեղնագործություն, նկարչություն, ժանեկագործություն։ Հիմա աշխատում եմ Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, դասավանդում եմ առանց տարիքային սահմանափակման։ Ինձ համար ասեղնագործության եւ ժանեկագործության ոլորտը բաժանվում է 3 մասի։ Առաջնային տեղ զբաղեցնում է նախ ուսուցումը, որ դա պարտադիր պետք է սովորեն եւ պիտի հենց այդ տարբերակով տարածվի։ Երկրորդը, երբ որ ես որոշեցի, որ այդ հնագույն տեխնիկաները բերեմ ավելի ժամանակակից արվեստի համատեքստի մեջ մտցնեմ, ավելի նոր ձևով ներկայացնեմ եւ ես որոշեցի, որ այդ տեխնիկաները օգտագործելով կարող եմ ստեղծել ժամանակակից աշխատանքներ։ Երրորդը, երբ որ սկսեցի ստեղծել կենցաղային իրեր, այդ ժամանակ մտածեցի, որ պետք է ունենամ ինչ-որ բրենդ եւ բրենդի անունը դրեցի Դարմին, ինչի անվան տակ ավելի շատ ես ներկայացնում եմ միայն կենցաղային իրերը, սփռոցներ, վզնոցներ, օձիքներ, պայուսակներ եւ այլն։ Իմ ստեղծագործական աշխատանքների կենտրոնում մարդն է, մարդը, նրա մտածելակերպը, նրա միտքը, մարդու հոգին առհասարակ եւ նաեւ շատ սիրում եմ գեղարվեստական գործեր կարդալ եւ այդ գեղարվեստական գործերը վերածել արվեստի գործերի։ Ես սիրում եմ մարդկային երևակայությունն ու ստեղծագործությունը, ուսուցանելու ժամանակ էլ չնայած ես սովորեցնում եմ, թե ինչպես են գործել 100 տարի առաջ եւ ինչ են գործել, բայց եթե ուսանողը կամ երեխան ցանկանում է ինչ-որ բան ստեղծագործել, ես միայն ուրախանում եմ տվյալ կարատեսակով կամ հանգույցով ժանյակի։ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կան հողատարածքներ, որոնք ենթակա են կառուցապատման կամ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման, բայց այս պահին աճուրդները դադարեցված են։ Համայնքի ֆինանսական մուտքերը բավարարում են, բացի դրանից համայնքի ղեկավարը հեռահար նպատակներ ունի՝ շատ ավելի մեծ եկամուտ ստանալ տվյալ հողերի աճուրդային կարգով օտարումից։
Աճուրների իրականացման գործընթացում պետք է առաջնորդվենք հողամասերի տվյալ պահին գործող շուկայական մոտարկված արժեքներով, երբ որ նախկինում կադաստրային արժեքով էր այդ ամեն ինչը տեղի ունենում, հիմա արդեն պետք է տեղի ունենա շուկայական մոտարկված արժեքով, ինչը բնականաբար ավելի մեծ հոսքեր է ապահովելու համայնքի բյուջե եւ այստեղ լինում է հետեւյալ հանգամանքի, եթե օրինակ նախկինում չէր օտարվել այդ հողամասը կամ նախկինում չէր դրվել աճուրդը, ապա հիմա հնարավորություն է ստեղծում տվյալ հողամասն ավելի բարձր գնով օտարելու համար։ Աճուրները համայնքներում ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ պատճառ է դրանց անցկացման եղանակը։ Որոշում կա կասեցնել թղթային եղանակով աճուրների կազմակերպումը, անցում կատարել էլեկտրոնայինին։ Պետական գույքի կառավարման կոմիտեն ստեղծել է էլեկտրոնային աճուրների անցկացման հարթակը, որի միջոցով ավելի քան 1.5 տարի աճուրներ են իրականացվում։ Իսկ այժմ հնարավորություն է տալիս նաև համայնքներին այս հաջողված հարթակը օգտագործել։ Էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով 2025 թվականին արդեն իրականացրել ենք շուրջ 2514 աճուրդ, դա վերաբերում է թե անշարժ գույքի օտարմանն ու վարձակալությանը, թե տրանսպորտային միջոցների կամ այլ շարժական գույքի օտարմանը։ 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արդեն իրականացրել ենք 500 աճուրդ։ Էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով հնարավոր է ապահովել աճուրդային գործընթացի թափանցիկությունը եւ բարձր հանրային վերահսկողությունը եւ իջու ոչ նաեւ մրցակցային առավել հավասար պայմաններ մեր հանրության համար։ Ապրիլի սկզբից պետական գույքի կառավարման կոմիտեն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ թվային աճուրդների անցկացման մասին համայնքներին առավել համապարփակ եւ հիմնավոր տեղեկացնելու նպատակով։ Վերջին Կոտայքի մարզի համայնքներն են արդեն ծանոթանում գործընթացին։ Էլեկտրոնային եղանակով աճուրդների կազմակերպում բնականաբար թղթաբանության աշխատանքների էական կրճատումը նախատեսելու։ Այս օրերի ընթացքում ոչ միայն ներկայացվել են ներկայացուցիչներին համայնքների ինչպես աճուրդ տեղադրել, ինչպես ապրանք տեղադրել, ինչպես աճուրդի առհասարակ ընթացք գործընթացը կազմակերպել, ինչպիսի խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին թե գրանցման, թե աճուրդի մասնակցության վերաբերյալ, այլև անդրադարձել ենք թե իրավական, թե ֆինանսական գործընթացների կազմակերպմանը։ Ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի արտաքին կապերի եւ ինֆորմատիկայի բաժնի պետի, ներկայում ընթանում են կայքեջի էլեկտրոնային աճուրդների համակարգի վերազինման աշխատանքները։ Ավելացվում են օգտատերերի համար նոր գործիքներ ու հնարավորություններ, իսկ դրա անհրաժեշտությունը համայնքների ներկայացուցիչները վստահ են շատ կզգացվի։ Համայնքներում շինարարությունը ակտիվ զարգանում է։ Մարդիկ, ովքեր ձեռք են բերում հողամասերը, անմիջապես հակված են, որ կառուցեն բնակելի տներ ապրելու համար, եւ ունենք դեպքեր անգամ, երբ որ գյուղատնտեսական հողամասերն են ցանկանում նպատակային նշանակությունները փոխել, վճարել կադաստրային արժեքների տարբերությունը եւ իրենց գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը դարձնել բնակավայրերի բնակելի կառուցապատման։ Ստացվում են նաև համայնքում ներդրումներ կատարելու առաջարկներ, սակայն դրանք առայժմ իրագործել չի հաջողվում կոմունիկացիաների բացակայության պատճառով։ Վարդուհի Արզումանյան, Ժիրայր Հաբետյան։ Այ Հայաստանի մեկ հարկատուն է եւ խոշոր ձեռնարկություններից մեկը։ Ձեզ կպաշտպանեն հնարավոր վտանգներից եւ պատահարներից։ Միսա եղել է հանքում, Ալավերդիում, բայց այնտեղ շատ ավելի փոքր մասշտաբի է եղել ու այսպես վերևից չենք նայել ու մի փոքր լրիվ այլ տպավորություն ունեմ այնտեղից ու այստեղից։ Այստեղ շատ ավելի մասշտաբային է ու բացի այդ իրականում շատ տպավորիչ է, հատկապես երբ որ վերևից ես նայում ու տեսնում ես թե ինչքան ահռելի աշխատանք է։ Տեղեկ չէ, որ այսպիսի մեծ, այսպիսի մասշտաբի հանքեր կան Հայաստանում։ Առաջ անգամ այսպիսի տեղերում գտնվում։ Շատ տպավորված եմ, ամեն ինչ շատ լավ է կազմակերպած։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների առաջին տպավորություններն են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանք հասնողին հաճելիորեն զարմացնում են ընկերության մասշտաբները, աշխատելավոճն ու անվտանգության կանոնների պահպանումը։ Սեբաստացիները էկոլոգիա առարկայի շրջանակում են այս անգամ այցելել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություն, նախընտրելով արտադրությանը ներսից ծանոթանալ։ Շատ ողջունելի է, սովորողները ոչ միայն տեսական գիտելիք են ստանում ու ուղղակի վերացական իմանում, որ Հայաստանում կան նման հանքեր, նման կործաններ, պղնձի եւ մոլիբդենի մասին ուղղակի լսում են, իսկ այստեղ գործնականորեն իրենց աչքերով տեսնում ու ծանոթանում են պրոցեսին, հանքին, աշխատանքին, անվտանգության կանոններին, թե ինչքան լուրջ է այդ ամեն ինչը։
Ես կարևորում եմ բոլոր հայրենագիտական ճամփորդությունների մեջ այսպիսի բաղադրիչների ներառումը եւ կրթահամալիրի ճամփորդության ուսուցումը նպաստում է, որպեսզի շատ սովորողներ լինեն հայաստանյան հանքարդյունաբերական գործարաններում, արդյունաբերական ձեռնարկություններում եւ տեսնեն, թե մեր տնտեսությունն ինչի վրա է կառուցվում։ Կողմ եմ, որ Հայաստանում նման հանքեր լինեն, շատ լինեն, քանի որ պետք է, որ զարգանա ավելի շատ երկիրը զարգանա։ Ավանդույթը չխախտելով կրթահամալիրի սաները եւս բաց հանքից հետո եղան հարստացուցիչ ֆաբրիկայում, տեսան հանքաքարի մշակման բոլոր փուլերը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այցերը շարունակվում են։ Հանրապետության տարբեր դպրոցների ու կրթահամալիրների սաները կիլոմետրեր են կտրում հասնելով Սյունիքի հարավ եւ ներսի ծանոթանալու հանքարդյունաբերական հսկայի աշխատանքին։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան։ Օրեր առաջ Գավառի գերեզմանոցի տարածքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են արևելյան եւ արևմտյան մուտքերն իրար կապող ճանապարհները։ Կատարվել են նաեւ անցուղիների իրականացման աշխատանքներ։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Այս ճանապարհը ես գտնում եմ, որ շատ անհրաժեշտ էր մեր ազգաբնակչությունը, մեր Գավառի բնակչությանը։ Ես կողքի արևաների հետ էլ խոսել եմ, շատ գոհ են, շատ գովում են։ Շատ շնորհակալ ենք նախաձեռնողներից։ Հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որը հավասարապես հատկացվելու է պետական եւ համայնքի բյուջեներից։ Կատարվել է հողի անույթ 15-ից 17 սանտիմետր հաստությամբ, խճային հիմքի տեղադրում եւ բիտումի տարածում խճային հիմքի վրա, որից հետո տեղադրվում է ասֆալտբետոնի ծածկ 5 սանտիմետր հաստությամբ։ Աշխատանքները ընթանում են բարեհաջող։ Շինարարությունն իրականացնող կազմակերպությունից տեղեկացնում են, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի վերջ։ Խորհրդությունների ժամանակ բոլորս էլ բարձրանում ենք։ Իհարկե շատ հաճելի է, շատ կարևոր է բոլորիս համար։ Արդեն ասֆալտապատ Գավառ քաղաքի Իսահակյան եւ Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցների հիմնանորոգման մասին եւս բնակիչները ողջավորությամբ են խոսում։ Իմ 5 տարեկան տեսքով ստե ասֆալտ չի ելե, շնորհակալություն առողներից, քեզ գումես քաղաքում ու քաղաքացի ու շատ աճիկով մոնես գալ, հեսա թոր եմ ունեցե, թորնիկի հետ գլնեմ, մոն գքամ։ Իսահակյան եւ Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցները եւս հիմնանորոգվում են Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն։ Հորմուզի նեղուցն աշխարհի այն բացառիկ վայրերից է, որտեղ բնության հրաշքներն ու մարդու գործունեության հետևանքով առաջացած վտանգներն ապրում են նույն տարածքում։ Ջրային նեղանցումը, որը կապում է Պարսից ծոցը եւ Հնդկական օվկիանոս թափվող ծովային ճանապարհներն այսօր դարձել է էկոհամակարգի եւ գլոբալ ռիսկերի բախման կարևոր խաչմերուկ։ Աշխարհում կա մի վայր, որտեղ ջուրը պարզապես ջուր չէ։ Խոսքը Հորմուզի նեղուցի մասին է, որտեղ հանդիպում են բնության գեղեցկությունն ու մարդու ստեղծած լարվածությունը, գրում է CNN-ը։ Հորմուզի նեղուցը ջրային նեղ անցում է, որի հյուսիսում Իրանի, իսկ հարավում Օմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերն են։ Այն կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների շարժայի ամերիկյան համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Аарոն Վարֆոլոմեյը, որը տարածաշրջանում դաշտային հետազոտություններ է իրականացնում, նեղուցը բնութագրում է որպես Պարսից ծոցի էկոլոգիական թագ։ Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ սովորական է թվում՝ ծով, ալիքներ, նավերի անցուդարձ, բայց ջրի տակ բացվում է բոլորովին այլ աշխարհ։ Մարջանային խութեր, որոնք ձևավորում են բուսական կանաչ, այսպես ասենք, քաղաքներ, որտեղ լողում են ձկների վտարներ։ Մանր եւ միջին ձկների հետ դանդաղ լողում են հսկայական շնաձկները, իսկ դելֆինները հաճախ բարձրանում են ջրի մակերես, կարծես հիշեցնելով, որ տարածքը լի է կյանքով։
Այս ամենը ստեղծում է չափազանց հարուստ էկոհամակարգ, բայց այս ջրերը հարմար վայր չեն ապրելու համար, ասում է պրոֆեսորը։ Ամռանը սաստիկ շոգ է, ձմռանը ցուրտ, ջուրն ավելի աղի է, քան այլ ծովերում, բայց այն, ինչ այլ վայրերում կարող էր կործանել կյանքը, այստեղ դարձել է փորձություն, որից էլ ծնվել է դիմացկունությունը։ Հենց այս ծայրահեղ պայմաններում են ձևավորվել մարջանային խութերը, որոնք գիտնականների համար դարձել են ուսումնասիրության կարևոր առարկա, հասկանալու թե ինչպես կարող է կյանքը հարմարվել փոփոխվող կլիմային։ Ափերի երկայնքով տարածվում են մանգրով անտառները, դրանք ափամերձ գոտիների աղակալած ջրերում աճող եզակի էկոհամակարգեր են, հայտնի իրենց խիտ արմատային համակարգերով։ Ջրի տակ էլ ծովախոտի դաշտերն են, որտեղ ապրում են դուգոնգները, խաղաղ ծովային կաթնասունները։ Այս ամենը մի ամբողջ էկոհամակարգ է, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսի հետ։ Մեկի խաթարվելը շղթայաբար ազդելու է ամբողջ համակարգի վրա։ Գիտնականներն ասում են, բնական հավասարակշռությունն այսօր վտանգված է։ Հորմուզի նեղուցն աշխարհում նավթի տարանցման կարևոր ուղիներից մեկն է։ Այս ճանապարհն է ապահովում հումքի համաշխարհային առևտրի 1/5-ը։ Նեղուցով նավթ տեղափոխող հազարավոր նավեր են անցնում, պարբերաբար արտահոսքի դեպքեր են գրանցվում։ Greenpeace կազմակերպության դիտարկումների համաձայն ջրի մակերեսին հաճախ հայտնվում են նավթային բծեր, որոնք առաջին հայացքից փոքր են թվում, բայց իրականում վտանգի լուրջ նշան են։ Մարտին Գրոսելը Մայամիի համալսարանից ավելի քան 15 տարի ուսումնասիրում է նավթի ազդեցությունը ծովային բնակիչների կյանքի վրա։ Դուք հավանաբար լսել եք այն արտահայտությունը, որ նավթն ու ջուրը չեն խառնվում, բայց դա ճիշտ չէ, ասում է Գրոսելը եւ բացատրում։ Ալիքների ազդեցությամբ ջրի մակերեսի նավթը կարող է բաժանվել մանր կաթիլների, որոնք ի վերջո իջնում են օվկիանոսի խորքերը, դառնալով ջրային համակարգի աղտոտիչ։ Ձկները այն կլանում են իրենց խռիկներով, մարջանները իրենց հյուսվածքներով, իսկ ջրի մակերես բարձրացող կենդանիները, դելֆինները, կրիաները, ծովային օձերը բախվում են թունավոր միջավայրին հենց շնչելու պահին։ Այսինքն սննդային շղթայի միջոցով տուժում է ամբողջ էկոհամակարգը։ Հորմուզի նեղուցը դարեր շարունակ եղել է անցումային տարածք Պարսից ծոցի տաք եւ ծանծաղ ջրերի եւ Օմանի ծոցի խոր ու ավելի սառը հոսանքների համար։ Այս խառնուրդն է այստեղ ապահովել կյանքի հարուստ բազմազանությունը, բայց այսօր այդ նույն վայրում բնությունը փորձության առջև է։ Եվ ամենակարևոր հարցը մնում է բաց. կկարողանա այս յուրահատուկ աշխարհը դիմանալ մարդկային ազդեցությանը, թե կկորցնի այն, ինչ ձևավորվել է հազարամյակների ընթացքում։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։